իրավախախտումների գինը իրենց համար, այնքան հաջողություն ավելի մոտ կլինի։ Տեսեք, Արթուր Սարգսյանը անօրինական կերպով գտնվում է կալանքի տակ։ Հիմա նույն իմաստով, նույն մարդը, նույն անձը, ոչ թե ուրիշ նախադեպ եմ ասում, 2021 թվականին ընտրվելով պատգամավոր արձակվել է ընդհանրապես կալանքից, ոչ մի ուրիշ բան չի եղել, նույն անձը 2026 թվականին ընտրվելով դարձյալ պատգամավոր Արթուր Սարգսյանը հանկարծ դատարանը որոշել է, որ ուրիշ կերպ պետք է վարվել դրա հետ, որը բոլորովին խախտում ամեն ինչ։ Սա քիչ առաջ ասված քաղաքական ուղակի դիրքորոշումն է։ Սրանից ավելի լավ խաղ հալածյալ որտեղ են տեսել։ Հիմա ամփոփելով ուզում եմ ավարտենք նախ գնահատանքով շնորհակալության բոլորիդ եւս մեկ անգամ ուզում եմ մեր պաշտպաններին, պաշտպանական ամբողջ խմբին մեր գնահատանքն ու շնորհակալությունը հայտնել եւս առավել մեկ անգամ։ Մի առիթով ասել եմ իրենք իրավաբանությունից ավելի այս բան, որովհետեւ գրեթե խեղված է մեր կյանքում իրավաբանությունը։ Քաղաքական գործչի եւ սոցիալական ծառայողի դերակատարություն են ստանձնել նաեւ այցելելով բանտերը, կալանավայրերը, խնամք տանելով փողոցներում, նաեւ իրավապաշտպանություն իրականացնելով, քաղաքական խոսույթ ձևակերպելով եւ այլն եւ այլն։ Ուզում եմ նաեւ հայտարարել, որ սեպտեմբերի 2-ին ժամը 7:30 մեր սիրասուն Արցախի օրվան նվիրված այստեղ համերգ է լինելու Սրբազոնում, այնպես որ իմանաք լինելու են Դավիթ Համալյան, Արսենը Գրիգորյան, իրենց ընկերները Խաչիկը Մանուկյան, մեր հրաշալի մարդիկ, ովքեր այստեղ որոշակի իմաստով նաև այդ օրվա խորհուրդն են արծարծելու եւ վերարծարծելու։ Ասեմ, որ այս միջավայրում անընդհատ միջոցառումներ են տեղի ունելու, հիմնականում մշակութային հանդիպումներ եւ այլն։ Հաջորդն էլ լինելու է սեպտեմբեր 12-ին, բայց հիմա մի արձանագրեք, որպեսզի շփոթ չառաջանա։ Ես մի լրացում էլ անեմ էլի Սրբազան։ Մեր օրվա հախուռն աշխատանքի արդյունքում